Վերջին օրերին կրկին ուժգնացել են Ռուսաստանի վերբալ ու գործնական ճնշումները Հայաստանի նկատմամբ վերլուծաբանների գնահատմամբ դա կապված է վերջերս Երևանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով եւ առաջիկայում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ, որտեղ անպայման ամենայն հավանականությամբ կքննարկվի նաեւ Հայաստանի հարցը։ Վերջին ժամանակներս Ռուսաստանի իշխանությունները արդեն բացահայտ Հայաստանին դնում են երկընտրանքի առջև կամ գնում եք դեպի Եվրամիություն եւ զրկվում տնտեսական արտոնություններից կամ էլ սահմանափակում ենք ձեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ օգտվում ԵԱՏՄ-ի տված հնարավորությունից։ Հիմա էլ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինն է հայտարարել, թե Մոսկվայում չեն կարող ընդունել այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի ղեկավարությունը, այն է պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի դեռ այսպես ասած չի անցել Եվրոպական միության անդամակցությանը։ Նրա խոսքով Եվրամիության անդամակցության վերաբերյալ քննարկումները հաճախ ունեն պոպուլիստական բնույթ եւ նման գործընթացները նախկինում տեղի են ունեցել նաեւ այլ երկրներում։ Հայաստանի Եվրամիության ներգրավելը պոպուլիստական կարգախոս է, նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում, ասել է նա։ Բացի այդ, Ռուսաստանի անվտանգության խորհուրդը 3 հատուկ նիստում քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցությունը քաղաքական ու տնտեսական ոլորտներում։ Խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն պնդել է, թե Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Որպես օրինակ, պնդել է, թե Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված մի շարք երկրներ վերջին տարիներին դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները, որոնց հետ Երևանը նախատեսում է անվտանգության ոլորտում համագործակցության խորացում, անցկացվում են համատեղ զորավարժություններ։ Բացի այդ, հիշատակվել է Հայաստանի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին, Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ, ռուսաստանյան տնտեսական օպերատորների գործունեության պայմանների դիտավորյալ վատթարացումը եւ Կիևի ռեժիմին հարթակ տրամադրելը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնում է Եվրամիության դիրքորոշմանը եւ ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման եւ Եվրամիության հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորությունների Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ասել է Շոյգուն։ Բարձրաստիճան ռուս պաշտոնյան պնդել է, թե Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը օգուտ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը պետք է լինեն երկկողմանի։ Խոսելով այն մասին, ինչ կարող է Հայաստանը կորցնել, Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ եւ բենզին շուկայական գներից 3 անգամ ցածր գներով։ Մեր երկիրն առաջին տեղում է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով, հայտարարել է Շոյգուն, հավելելով այսօր Հայաստանի գյուղատնտեսական ապրանքի մինչև 98%-ը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ն է արտահանվում։ 25 թվականին մատակարարումների ծավալը գերազանցել է $700 միլիոն։ Շոյգուն նաև Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների մասին է հիշել։ Հայաստանի քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում առանց քվոտաների, արտոնագրերի կամ աշխատանքային թույլտվությունների, վայելելով հավասար առողջապահական, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության իրավունքներ։ Ռուսաստանից Հայաստան անցյալ տարի գրեթե 3.9 միլիարդ դոլար է փոխանցվել, դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե 2/3-ը կամ Հայաստանի հնայի մոտ 13%-ը, ասել է նա։ Ավելին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, թե հենց Դաշնության շնորհիվ է Հայաստանը 1990-ականներին պահպանել ինքնիշխանությունը, իսկ 20 թվականին հենց Ռուսաստանի միջնորդությունն է թույլ տվել դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 3 հերքել է The Insider պարբերականի հրապարակումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության, Ռուսաստանի Դաշնության դիվանագետների կողմից Հայաստանում լրտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ այդ հրապարակումը կեղծ է, իսկ The Insider պարբերականին անվանել է օտարերկրյա գործակալ, որը կատարում է իր արտասահմանյան կուրատորների պատվերները։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե այդ հրապարակումը սադրանք է միտված Ռուսաստանի դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն եւ ընտրություններից առաջ Հայաստանի հասարակության մոտ վախ սերմանելուն։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հեղինակները Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների կենսագրական տվյալները ներկայացնելուց թույլ են տվել փաստական բազմաթիվ սխալներ եւ անճշտություններ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հավելել է,
թե The Insider-ի հրապարակած սկրինշոթերը հավաստի չեն, շեշտելով, թե պարբերականը չի կարողացել ներկայացնել որևէ համոզիչ փաստ հրապարակման հավաստիությունը հաստատելու համար։ Բացի այսպես կոչված բանավոր զգուշացումներից ռուսական կողմը անցել է նաև գործնական պատժամիջոցների։ Երեկ հայտնի է դարձել նաև, որ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը 26 թվականի մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Այս մասին հայտնել են գերատեսչությունից։ Գործակալությունը պարզաբանել է, թե որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության եւ արտասահման ներուժ պահպանելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային ապրանքների հայտնաբերումը շարունակվում է։ Այս փուսով ներմուծված 96.2 միլիոն ծաղկային արտադրանքի մեջ հայտնաբերվել է 135 դեպք, որը կազմում է 2025 թվականի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%։ Եվ քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով Օվերչուկի եւ Շոյգուի վերջին օրերի հայտարարություններին ասել է, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստան այդպիսի հայտ եւ ցանկություն չի ներկայացրել։ Հարցին Հայաստանը երբ որոշում կկայացնի, Միրզոյանը պատասխանել է, երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այսպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր։ Դիտարկմանը հնարավոր է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցվի, մինչև Հայաստանը կողմնորոշվի։ Միրզոյանը արձագանքել է, որ չի կարող այդպիսի բան լինել։ Դա Հայաստանի կոնսենսուսային ձայներով որոշվող առաջնորդվող կազմակերպություն է, ինչպես կարող է այդպիսի բան լինել։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հայկ Սուքիասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ ուրեմն մինչև կհասնեն ռուսական սպառնալիքները, ես հանգամանորեն ներկայացրի վերջին օրերին եւ վերջին շաբաթներին տեղի ունեցող գործընթացները։ Մենք անընդհատ խոսել ենք այդ հիբրիդային հարձակումների մասին, թե առհասարակ այս նախընտրական փուլում, քարոզարշավի փուլում ինչ քայլեր է իրականացնում Ռուսաստանը եւ դեռ ինչ քայլեր կիրականացնի, բայց վերջին օրերին այդ հիբրիդային սպառնալիքներից զատ շատ կոնկրետ եւ ուրեմն կոնկրետ հասցեական հայտարարություններ կան։ Կողմնորոշվեք, ինչ եք անում, ԵԱՏՄ-ի մեկ մնում եւ մեկ գնում։ Մինչդեռ մենք լսեցինք Միրզոյանին, որը նախկինում էլ թե վարչապետը թե նա ուրեմն անդրադարձել էին, որ Հայաստանի օրակարգում չկա ԵԱՏՄ-ն լքելը։ Ինչ է տեղի ունենում եւ հնարավոր է օրինակ մայիսի 28-ին նույն իրենց այդ ուրեմն ԵԱՏՄ դակատնաժողովին իսկապես գիտենք, որ Հայաստանի հարցը քննարկվելու է, ինչ որ որոշումներ կարևոր կայացվեն հունիսի 7-ին ընդառաջ։ Կարծում եմ ոչ չեն կայացվի, պարզապես սա ներվերներս կուտեն կմխտարեն տապակ դուրս կտան, ոնց որ հիմա են շարունակում, պարզապես ենքան բան ասեցիք դրանք հերթով, որ անդրադառնանք մի 40 տարի պետք է, Ռուսաստանը մեր ընտրությունների նախաշեմին 40,000 հոգով 400,000 այդ բան են ասել, հիմա պետք է դրանք հերթով մենք կարողանանք բացատրենք, հերքենք, հակառակն ապացուցենք եւ ճիշտը ասենք, մի քիչ դժվար է։ Նախ այդ գալուզին է ինչ է, որ ասում է դա ձևական բան է, այդ Եվրոմիությունը բան է, որ Ուկրաինան էլ է արել բան, բա որ ձևական ինչ է կանհանգստան ուզում հասկանալ էլի։ Դու ես չէ ասում, որ դա ձևական նշանակություն ունի։ Ինչ է զառում էլի հակառակով։ Ուրեմն նախ ձևական չի մեկ, երկրորդն էլ հարցի խորքը հասկանանք։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկություն չունի, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Մենք ունենք, բայց Ռուսաստանը չունի ցանկություն։ Եթե մենք նույնիսկ ուզենայենք էլ դուրս գանք, դուք կտեսնեք, թե այդ ժամանակ Հայաստանին ինչ լավագույն առաջարկներ են իրենք անելու, աղաչելու են, որ դուրս չգանք։ Իրենք չեն ուզում մեր շուկայից զրկվեն։ Ես էլ եմ ասում, մենք ունենք մեզ հետ կապված կեղծ թեզեր։ Մեր փոքրության, մեզնից ոչինչ չներկայացնելու, դա Սովետից, բայց նաև 90-ական թվականներից այդ կեղծ թեզերը մեր ժողովրդի վզին փաթաթած է։ Եվ դրա հիմնադիրներից կա, այն ասորագետ կա մի հատ։ Այդ մարդը ինչ էր ասում, դա ասում էր փոքր եք, գործ չունեք, յոլա գնացեք։ Մեր տնտեսության պոտենցիալը փոքրացվել է, ընդհանրապես նշանակություն չեն տվել
որպեսզի մենք մեր արժեքը չիմանանք, որպեսզի մենք չիմանանք, որ հա ենթադրենք դա 3 միլիոնանոց է, 3 միլիարդանոց չի, բայց այդ 3 միլիոնանոցը եւս մեծ պոտենցիալ է։ Ռուսաստանը մեզնից կախված պետություն է տնտեսապես, մենք իրենցից, իրենք էլ մեզնից։ Կարող է մենք 40%-ով են կախված, իրենք 15%-ով, բայց այդ 15%-ը իրենց համար նշանակություն ունի։ Հետևաբար այդ իրենց զառոցները որ կա, որ դե կողմնորոշվեք, դե դուք այտենց էական չեք, չէ, մենք այնքան էական ենք, որ դուք մանավանդ այսօր աշխարհի մեկուսացման պայմաններում դուք պետք է աղաչեք, որ մենք դուրս չգանք, բայց ինչ են սա անում։ Պարզ է, որ սա ուղեղային, հոգեբանական գրոհ է ընտրություններից առաջ ներհասարակական տրամադրությունները փչացնելու, մի հատվածի վրա հոգեբանորեն ազդելու, ռուսական գործակալական ցանցին ընտրություններից առաջ թեզեր տալու, որովհետև սրանք թեզեր չունեն, սրանք ոչ մի առաջարկ չունեն մեր ժողովրդին, բացի այն ուղեղի է թշնամանք ունեցող մի հատ օլիգարխ կա, որ ճարել են, բացի դրա կրակած 300,000 թվից ուրիշ ոչ մի առաջարկ չկա։ Ընդ որում պետք է հասկանալ, այդ որ դա ասում է 300,000 ադրբեջանցի է գալու, այդ իր առաջարկած 300,000-ը կարող է ինքը դրանց համար է ապահովում այդ աշխատատեղերը։ Դե մի հատ հարցնել, որտեղ ինքը չի ասել, չէ, ում համար է աշխատատեղ ստեղծում։ Ենթադրելի է այդ 300,000 ադրբեջանցիների համար ինքը 300,000 աշխատատեղ է։ Բայց սրանք ինչ են, սրանք ուղեղային հոգեբանական գրոհներ են, որոնք մեզ ուղեկցելու են այս ընթացքում եւ Շայգուի դուրս տվածները եւ այդ գալուզինը, գալուգինը ինչը դրա։ Այսօր սպասենք ամեն շաբաթի ասուլիսն է Զախարովան նույնպես անմասն չի մնա կարձականքի, տեսել եք ասել է նույնիսկ նրան, որ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը անդրադառնում է օրինակ Փաշինյանի եւ Քարոզարշավին եւ միջադեպին է անդրադառնում։ Հասել է այն կետին, որ Զախարովան նույնիսկ Քարոզարշավի ուրեմն միջադեպին է սկսել անդրադառնալ։ Այդքան ուշով են հետևում։ Հիշում եք Արաբկիրում ուրեմն Տիկնոջ եւ Նիկոլ Փաշինյանի։ Հա, դե թող անդրադառնան, նախ իրենց իհարկե չպետք է անդրադառնան, որտեղ դա իրենց գործը չի, բայց դե իրենք անպատկառ են, իրենք այլ ժողովուրդների եւ պետությունների նկատմամբ հարգանք չունեն։ Իհարկե ավանդույթի ուժով էլ շարունակում են դեռևս գերակայություն զգալ հայկական իրականության նկատմամբ, որովհետեւ նայեք մեր մինչ հեղափոխական անցյալի դերակատարների ոճիրը ոչ միայն այն է, ինչ որ իրենք մեր գլխին բերել են, բայց նաև այն է, որ իրենք Ռուսաստանին սովորեցրել են, որ մենք Ռուսաստանը իրավունք ունի միջամտելու, որ մենք ոչ մի բան ենք, այս Ռուսաստանը պատմական հուշով է նաև այդպես արում, որտեղ սրանք ոճիր են գոր, սովորացել են, որ պետք է ճորտ լինենք, այս ավանդույթը ջարդելը շատ դժվար է։ Դա համար Ռուսաստանը դիմադրում է ոչ միայն որտեղ աշխարհաքաղաքական նկատառումներ ունի, ոճրային նպատակներ ունի պետություններ փլցնելու, այլև այդ ավանդույթի ուժը կա, ինքը գիտի, որ ինքը պետք է դա անի։ Դրա համար հա, սա կա, բայց դե մենք նայենք իրենց ասածները եւ մեր պրակտիկան, մեր իրողությունները, իրենք խոսում են, մենք անում ենք քարավանը, քամին փչում է, քարավանը գնում է, իրենք ասում են ինչ-որ բան, բայց Հայաստանը համառորեն շարունակում է իր անվտանգությունը, իր խաղաղ կյանքը, իր ժողովրդական ընտրությունները պաշտպանելուն ուղղված քաղաքականությունը։ Բայց դե հա, մենք պետք է պատրաստ լինենք, մենք պետք է իմայի ժողովուրդը պետք է իմանա, որ այս բոլոր ստերով պարփակված ձևական ճշմարտություններով գրողները իր վրա լինելու են, որպեսզի մխտերեն իր կյանքը, լինելու են, որպեսզի իրեն ընտրության գիտակցումից ճիշտ ընտրություն կատարելուց շեղեն, ժողովրդին չեն կարող շեղել, բայց մի հատվածին պարզ է, որ պետք է շեղեն։ Այդ է նպատակները, ոչ մի բան չի կա։ Պարոն Սուքիասյան, ձեր գնահատմամբ այ վարչապետը 3 Վանաձորում էր մեծ հավաք էր, չգիտեմ հասրել եք հետևել է թե ոչ, այնտեղ ելույթ ունեցավ, ասաց, այ տեսեք մեր ձեռքերը ուր են հասնում են Միացյալ Նահանգներ, մինչև գիտեք Արարատ ցեմենտի հետ կապված իրենց որոշման մասին խոսեց եւ նաեւ ըստ էության նորից հիշեց Ռոբերտ Քոչարյանին, մարտի 1-ը ասաց, որ Ռոբերտ Քոչարյան ուրեմն նստելու է երկար, ուրեմն խնդիրներ է մատնանշում
որ այս 8 տարի հասարակությունը սպասում էր շատ կոնկրետ լուծումներ այդ մասով եւ հիմա վերջին պահին այսպիսի հայտարարություններ որքանով են դրանք իրական, որքանով են պոպուլիստական, որքանով իսկապես լծվել է նաեւ իշխանության համբերության բաժակը այս առումով եւ կլինեն լուրջ գործողություններ, թե սրանք ուղղակի նախընտրական տրամադրություններ ստեղծելու համար են։ Դա դժվար է ասել, այդ ամեն ինչն էլ մեջը կա, պոպուլիզմ էլ կա, իրական ձգտում էլ կա, գիտեք ոնց է, կարող է օրինակ ժամանակին պետությունը չուներ պոտենցիալ դրանց հետ անելու այն ինչ որ պետք է աներ դրանց նկատմամբ կիրառելու քրեաիրավական ներգործության միջոցներ, որովհետև փորձ չուներ, որովհետև կարող է մի քիչ էլ ուրիշ բան էին մտածում, որովհետև իրավական դաշտը հարմար չէր, որովհետև պետության հավաքական պոտենցիալը այդպեսին չէր, որովհետև հետո պատերազմի մեջ ընկավ, հազիվ դրանից դուրս եկավ, բայց հիմա պետությունը պոտենցիալ է հավաքել, ունի դաշնակիցներ, ունի այդ որ ասում է ձեռներես հասնում է, ձեռները հասնելու հարցը չի, դաշնակից կա, դաշնակիցն է նորմալ, գործընկերն է նորմալ, դրա համար է, մենք էլ մեզ նորմալ ենք պահում, ինքնիշխան ենք պահում, դրա համար ձեռներես հասնում է։ Մնաց ասել, դե ինչ ասեմ, ընտրություններից հետո կերև է, բայց այն որ մեր հասարակությունը ունի պահանջ իր կողոպտված կյանքի, իր 30 տարվա կողոպտված կյանքի, ապագայի, առողջության համար պահանջում է եւ իրավունք ունի պահանջելու արդարադատություն, մեր ժողովուրդը իրավունք ունի եւ պահանջելու է։ Ընտրություններից հետո կհասկանանք, ինձ թվում է կլուծեն այդ հարցերը, որովհետև հիմա պետության պոտենցիալն ուրիշ է։ Հիմա պետությունը կարող է իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին է մի անգամ որոշել դառնալ նորմալ արդարադատ, նորմալ։ Ընդ որում այդ ձևա էլ եմ ասել, ձևական օրենքներով չի, օրենք ճարեք, ասեք օրենքով սենց է։ Այդ օրենքը պետք է հանրության մոտ լեգիտիմություն ունենա։ Հանրությունը պետք է այդ արդարադատությանը վստահի։ Այլ մեր հանրությունը այդ արդարադատությանը չի վստահում։ Էս է խնդրեմը։ Դե ինչ ասեմ, որտեվ այս ընթացքում այդ ինստիտուտները շատ բաներ չի եղել, որտեվ նաև գրոհն է եղել, մի քիչ օբյեկտիվ պետք է լինենք։ Գրոհը իշխանության պետության դեմ շատ մեծ է, շատ մեծ է։ Մենք սովորական պայմաններում ապրող հասարակություն չենք։ Մենք մեր հասարակության կառուցվածքը լավ պետք է հասկանանք։ Այդ որ գործակալ ասում են, այդ հա, այդ գործակալը կա է, բայց դրա ձայն տվող էլ կա է։ Ձայն տվող կա դրան։ Այնպես չի որ մենակ դա ենթադրենք քիչ տոկոս է, կարևոր չի, բայց կա մեր կառուցվածքն այդպիսին է, մենք բաներ կա պետք է նկատի ունենանք։ Ու գրոհն է շատ։ Այս ընտրաշավի ժամանակ է գրոհը շատ է, մեկը գնացել է բանը, ասում եմ այլ բանը, մարդու իրավունքների պաշտպաններ են հայտնվել, գնացել է Ղարաբաղի հարցը վերցրել է Բակո, Մակո վարչապետի հետ կռիվ է անում, քո նպատակը Բակո, Մակոյով կռիվ անելը չի է, դու այսօր Հայաստանյան օրակարգի կա, դու Հայաստանյան օրակարգի շրջանակներում դու պետք է գնայիր օրինակ, խոսեիր Արցախայության ինտեգրման մասին, այդ հարցով դու պետք է վարչապետի հետ խոսեիր, ծրագրեր առաջարկեիր, օրինակ ինչպես է հնարավոր Արցախայության հեշտ ինտեգրել, մարդու իրավունքների հռչակագիրը դրել են ջեբները, քաշում են պետության դեմ, եւ Բակոն, Մակոն, ու ինչ որ ազնիվ պայքարածների խումբ կա, նայեք մենք որպես հասարակություն ես պետք է ճիշտ մոդելավորենք, այս մեր մինչ հեղափոխական անցել իշխանությունը բոլորը նշանակվել են Ռուսաստանի կողմից եւ իրենց գործակալներն են հիմնականում, բայց գործակալներին փչացնելու համար ինքը նաեւ ստեղծել է ազնվականների ջոկատներ, որպես ընդդիմություն։ Հիմա դու նայում ես բաներ են, չէ՞, ասում է Բակոյի դեմ պայքարած ինչ որ մի հատ լուրջ դեմ կա, հետո ինչ։ Հետո ինչ Բակոյի դեմ, այդ սարքած պայքարողներն են, սարքած պայքար, հիմա էլ եկել են այդ ռեկլամ են անում, ես դեմ հասկանալ, էլի, այդ ինչի է, որ մինչ հեղափոխական անցյալի բոլոր ազնիվ պայքարածները այսօր պետության դեմ են դուրս եկել, ինչի է համար այդպես, մարդը դու տեսնում ես, որ ինքը պետության դեմ է դուրս եկել, ինչի է այդպես, ուրեմն այդ ազնիվ պայքարողը չի, գործակալական ցանցն է դա, գործակալը բաներ կա պետք է հասկանա։ Պետության ազնիվ պարտականությունը որը պիտի լինի։
Պետության ազնիվ պարտականություն պետք է լինի ինքը իրեն պաշտպանելը եւ իր հասարակությունը պաշտպանելը։ Ոչ թե մարդու իրավունքներն եմ ասում, հռչակագիրը դնես ջեբդ, երկու հատ պաշտպան մանգաս, գնաց սկսես պետության դեմ քշել։ Պետության իր պետությունը այդպիսի ինքը մենք լի նկատի ունենանք։ Մենք ինքնիշխանությունը պահելու խնդիր ունենք։ Կարող է ձեր մարդու մի օգու մարդու իրավունքի համար պետությունը վարի տանք, որտեղ մարդու իրավունք կա։ Այն է ձևական իրավունքներ կա։ Բաներ կա եւ ընդհանրապես եւ իրենք էլ եմ ասում, ինչի եք բորբոքում Արցախի խնդրեմը։ Արցախ հայությամբ ինչ եք բորբոքում։ Ինչ եք դուք թշնամակար, էլ եմ ասում, քո խնդիրը բակոն չէ, եկել ես այդտեղ բլատ ավատեսել ու գլխեցդ դուս, որովհետեւ ես բակոն, դու ուրիշ հարց պետք է քննարկես։ Եվ իրենք պետք է նկատի ունենան մեր հասարակությունը, նայեք, ինքը շատ նուրբ է այդ հարցերում։ Դուք պետք է նկատի ունենաք, որ այս հասարակությունը 30 տարի ապրել է աղքատ, եւ այդ իր աղքատ ապրելու համար իրեն թեզեր են տվել, որ դա հանուն Արցախի է։ Դուք հիմա այսօր ապրել եկել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձեզ ընդունել են եւ պետք է ընդունեն։ Ձեզ համար ստեղծել են անվտանգ կյանք։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, չէ՞ դա անվտանգ կյանքը ձեզ համար ստեղծել։ Դուք պետք է նկատի ունենաք, որ ինքը իր նախկին նախագահները այն աշխարհում մարդու ձայնի կեղծարարության գյուտարարը, ասորագետ գործակալը, ժամանակին ինչ էին դրանք ասում, ես որ կեղծում են քեզ։ Մեկ էլ իր բանը Բաղրատունիների վերջի դինաստիայից մեկ վարչապետ կա, որ զառում է Հայաստանի դեմ։ Դրանք բոլորով ինչ էին ասում, որ այս ինչ որ անում ենք, որ աղքատ եք անում, դա հանուն Արցախի է։ Բայց ինքը ասել է դրա համար է, չէ՞։ Հետո եկել են երկրորդը, ասել է տատու սարև այս թորներս, որ Ուդմուրտիայում են ծնվում, դա էլի հանուն Արցախի է։ Ոչինչ որ վատ եք ապրում, մի քիչ էս տեսած պահեք։ Հետո եկել են երրորդը, հանրապետականի թագավորության շրջանը, կողոպտել է ժողովրդին, բայց դա ցույց մնացեք հանուն Արցախի է։ Հայությունը այդպես ապրել է, որովհետև Պուտինից բան է ունեցել, չէ՞։ Պուտինը ասել է, արա հանգիստ եղեք, ձեր վախտով չենք տալու Արցախը։ Դուք հանգի ուրիշի վախտով ենք տալու, արդեն գցենք ջեբը։ Դուք պետք է իմանաք, որ դուք չեք կարող այստեղ այդպես բաներ անեք։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի բացառապես Հայաստանի Հանրապետության օրակարգ։ Ոչ մի օրակարգ Հայաստանի Հանրապետություն չի կարող լինել։ Եվ այդպես մարդու իրավունքների վրա չհեսնեք քշեք պետության դեմ։ Հետո 4 հատ պաշտպան ճարեք անաչար։ Այդպես չի, մենք պետք է նկատի ունենանք, մենք ընտրություն ենք գնում բարդ պայմաններում։ Ներսի այլանդակություններով եւ դրսի գրոհով, դրսի այլանդակ գրոհով։ Այդ գրոհը նայեք մեր պետության դեմ։ Բանը չի է, ասենք ով ասեմ, Կամերունը չի։ Դա աշխարհում պետություններ փլցնելու մասնագետ է Ռուսաստանը։ Պետք է նկատենք, որ այդ գրոհը շատ մեծ է։ Բայց ամեն դեպքում սա մեր կյանքն է, մենք պետք է հասկանանք, որ մենք այս ընթացքը պետք է անցնենք եւ այս զրոստերը մեր կողքից գալու են։ Այլ պատկեր ենք ունենալու խորհրդարան, այլ որակի խորհրդարան ենք ունենալու, դատելով, որ քիչ մոտենում ենք ըստեյության քարոզարշավի ավարտին, հաշված օրեր են մնացել, պարոն Սուքեսյան, չնայած ամեն օր ավելի է թեժանում, այնուամենայնիվ կարճ ժամանակում հնարավոր է այնպիսի փոփոխություն լինի, որ շատ լուրջ ազդեցություն կունենա նաև ընտրությունների արդյունքների վրա։ Դա դժվար հարց է, կարծում չէ։ Իհարկե ես շատ կուզենամ, որ մեր հասարակությունը ձևավորի այլ խորհրդարան եւ չբերի խորհրդարան իր կյանքը կողոպտած, իրեն ճորտության տանելու ցանկություն ունեցող հատվածին, եւ լավ կլիներ, որ ժողովրդական աշխարհայացքով ուժերից որևէ մեկն էլ թեկուզ փոքրիկ ներկայությամբ, բայց մտներ խորհրդարան։ Բայց քանի որ տեսնում ենք դիսկուրսը սրվում է, օբյեկտիվ, մի քիչ սուբյեկտիվ կարող է իշխանությունը ինքն էլ է ուզում սրի, որտեվ նրանք այդ առիթը տալիս են, նայել այդ առիթը բաց չի թողնում, էլի։ Ենթադրում եմ ամենայն հավանականությամբ կունենանք խորհրդարան, որտեղ իշխանությունը կլինի մեծամասնություն, թվերը չգիտեմ, բայց որ մեծամասնության հավանականությունը մեծ է, հաստատ է, եւ նաեւ էլի հասարակության կառուցվածքը պետք է նկատի ունենանք։ Մի հատված կա, որը այս ռուսական սեգմենտին բերելու է խորհրդարան։ Ընդ որում ռուսական սեգմենտ չէ, ռուսական չի հատուկ։ Դա ճորտության գիտակցումով սեգմենտն է։ Եվ նույնիսկ գիտեք, ես կարծում եմ, որ ընդհանրապես իհարկե լավ կլիներ այն գլխից արգելեի բրծնել սրանցից, բայց էլի վատ չի, ինչու, որովհետև այս ընտրություններում ենթակայական հոսանքը, որ մեզ ժողովրդի մեջ եղել է,
ռուսական ճորտության տանող հոսանքը ընտրությունով պիտի պարտվի եւ ես ենթադրում եմ աշխարհը հավանաբար հակված է դրան նրանք մեր ժողովրդին մոդելավորում են մենք ժողովրդով պետք է ճորտության հոսանքը մեր մեջից վերջնականապես ռադանենք բրծնենք բայց որ ամեն դեպքում դեռևս սրանք կան փող ունեն իրենց իրահարներ ունեն պարզը որ ենթադրում եմ իրենք իրենց ներկայությունը խորհրդանում թեկուզ փոքր բայց կապահովեն Իսկ հետընտրական զարգացումներից շատ են խոսում, պարոն Սուքիասյան, վստահ եմ դուք եք լսել, որ հիմա հնարավոր է ամեն ինչ հանդարտ թվա, բայց հետընտրական զարգացումներն անխուսափելի են օրինակ լինելու։ Նայեք, հետընտրական զարգացումներ լինելու համար մի հատ հիմք է պետք, դա եթե ընտրությունները կեղծվում են։ Եթե ընտրությունները կեղծվում են, կարող է նրանք չէ, այդ ռուսական սեգմենտը չէ, նորմալ ժողովրդարական աշխարհայացքով ուժերն էլ գնան դրան։ Հետընտրական process, եթե ընտրություն կեղծվի, բայց ընտրություն կեղծվելու համար մենք լեգիտիմ հիմք չունենք այդպես մտածելու։ Մեր վերջի երկու ընտրությունների պրակտիկան մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրությունները անցկացվելու են իրավական պետության շրջանակներում։ Այսինքն եթե ընտրություն չի կեղծվելու, հիմքը ո՞րն է իրենց գնալու հետընտրական process-ների։ Իրենք պիտի գնան ապօրինությունների։ Իսկ այդ ապօրինությունների պարագայում մեր ոստիկանության եւ իրավապահ մարմինների վերջի մի ամսվա աշխատանքը, միգուցե 2 ամսվա աշխատանքը ցույց է տալիս, որ դրանց դեմը առնելու պոտենցիալ պետությունը ունի։ Ունի, բայց դա զսպաշապիկ է լինում հերթական ձայնագրությունը լսելու համար։ Գիտեք, ամենօրյա ռեժիմով նոր ձայնագրություն։ Դա որովհետեւ դրանք նորմալ մարդիկ չեն, այդ ընտրությունների մասնակցող այդ սեգմենտը։ Դրանք մեր ժողովրդի հետ կապ չունեն, դրանք դեմոկրատիա, դրանք այլասերված գիտակցությամբ, նայեք, մեր մինչ հեղափոխական անցյալը, այսօր էլ հիմա դրանց հետ փոխկապակցվածները։ Դա այլասերված սեգմենտ է, դրանց որի պատմությունը տակից նայում ես, գարշահոտությունը գալիս է, որին նայում ես մի այլանդակության մեջ թաթախված է, մեկը ֆինանսական այլանդակություն է, մեկը քաղաքական, մեկը կոռուպցիայի, ամեն ինչի մեջ, որտեղ ինչու, եթե այդ գործակալական ցանցն է եղել, ռուսական ենթակայական սեգմենտը, Ռուսաստանը մեր հասարակության միջից ջոկել է ամենաայլասերվածին։ Դրանց է ջոկել, նորմալ մարդ չէր գնա գործակալ դառնալ։ Ում են բերել գործակալ սարք, այլասերվածին, ուղեղի հետ թշնամանք ունեցող հատվածին, սեփական ժողովուրդ ատողին։ Նայեք, ասես մենք հարցեր կա, որ մտածում ենք, արա դե աշխատենք սրանց գիտակցությունը բարձրանը։ Չէ, այս սեգմենտը սա գիտակցություն, ժողովուրդ, պետություն, ոչ մի բանի հետ կապ չունեցող հատված է։ Այլասերված հատվածին է ընտրել, մի հատ էլ միջև ականջների ծայրը այլասերել է, փչացրել է։ Դրա համար սրանցից այդպես բան պետք է սպասեք։ Դուք սրանցից չեք կարող սպասեք, ասենք, Արիստոտելի բարոյականություն։ Չեք կարող, էլի։ Չեք կարող դուք սրանցից։ Դուք սրանցից չեք կարող սպասել պետության իդեալ, ազատության գաղափար չեք կարող, այս մարդկանցից գալու է մեր ճորտություն, կաշառք, խաբել, գցել եւ կաշառել սեփական ժողովրդին։ Եվ ես էլի եմ ասում իրենք խնդիր չունեն այդ ձերբակալվածների հետ, իրենք ուրախ են, ինչքան շատ մարդ ձերբակալվի, այնքան իրենց օգուտն է, որտեվ իրենք այդ մարդկանց մարդ չեն հաշվում, նախ որտեվ իրենք մարդ չեն, եթե մարդ լինեին դիմացին մարդ կհաշվի, իրենք մարդ չեն, իրենք մարդուց, ասենք, միայն ֆիզիկական արտաքինն է, որ մարդու հետ կապ ունի, մնացած ոչ մի բան արջիճ է մեջրել ծրած։ Դրա համար այդպես պետք է անեն, ինչքան հնարավոր շատ մարդ, բողոքի իրենց օջախ է պետք, բողոքի օբյեկտ է պետք։ Դրա համար վաղը մեսօր կարող է հազարների մասին էլ լսեք։ Իհարկե ես հուսում եմ, որ մեր ժողովուրդը այդ զանգվածային կաշառքին չի գնալու, բայց կլսեք այդպիսի բան, որտեղ ուրիշ բան չեն կարող։ Գիտեն, հաշվել են, Ռուսաստանի ԿԳԲ-ն սոցիոլոգիա ունի, սոցիոլոգիայով տվել է թվերը, որ ընտրություններով պարտվում է կարա։ Ուրիշ բան պետք է մտածեք, չէ՞, որովհետև մարդիկ փորացավ ունեն, նպատակ ունեն։ Հոսենաց նպատակը ընդդիմություն դառնալը չի։ Իհարկե վերջի վարիանտ այդ է։ Բայց նպատակը հոնդիմություն դառնալը չի, իշխանություն վերցնելն է, իշխանությունը գողանալն է, դրա համար հա, այդպես կաշառք, մաշառք, դի մտածեն հետընտրական process-ի համար ինչ-որ մատերիալ է պետք, մարդիկ են պետք, դրանց հարազատների բողոքն է պետք, ինչ-որ բան է պետք։ Բայց ուզում եմ ասել, որ իրանք հետընտրական process-ների ոչ մի շանս չունեն, կարող է գնան
Կարող է հիմիկվանից բորբոքեն, այս մեկին ձերբակալեց, այն մեկին ղրգեն գնասա իշխանության ներվերը կեր, տափակ բաներ դուրս տու։ Սրանց հա բողոքը կարող է հավաքեն, կուլմինացիայի գնան, ինչ-որ բաներ փորձեն անել, բայց իրենք կիմանան, որ դա անօրինական բողոք է լինելու։ Իսկ անօրինական բողոքի դեպքում պետությունը ունի բոլոր իրավապահ մարմինների գործիքները, օրենսդրությունը, ոսի դրանց դեմը առնի։ Հետևենք իրադարձություններին, շնորհակալ եմ զրույցի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի Հայկ Սուքասյանի հետ, այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։